Նոր բժշկական ակցիա Ախալքալաքի կենտրոնական հոսպիտալում։ Նոյեմբերի 25-ին ախալքալաք կժամանեն Թբիլիսի Ցիտիշվիլու անվան բուժկենտրոնի բարձրակարգ մանկաբույժներ տարբեր մանկական հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար։ Մանրամասն հոսպիտալի մենեջեր Ալեքսանդր Թորոյանի հարցազրույցում։ Այս անգամ նույնպես կազմակերպել ենք շատ հետաքրքիր ակցիա, անվճար կոնսուլտացիաներ Թբիլիսի առաջատար Վրաստանի առաջատար մանկական հիվանդանոցներից մեկի Ցիտիշվիլի անվան հոսպիտալի առաջատար բժիշկների մասնակցությամբ։ Հրավիրել ենք ամենաառաջատար մասնագետներին, մանկական վիրաբույժներին, օրթոպեդ տրավմատոլոգներին, որտեղ մենք լիքը երեխաների հետ կապված խնդիրներ ունենք, մեզ դիմում են, հետո մենք իրանց ուղարկում ենք Թբիլիսի իրանց մոտ կոնսուլտացիաների, վիրահատության եւ այլն։ Հիմա այդպիսի լավ հնարավորություն ենք ընձեռել, որ ամսի 25-ին, նոյեմբերի 25-ին ժամը 10-ից մեր մոտ սկսվելու են կոնսուլտացիաները, ամբուլատորիայում կոնսուլտացիաները անվճար են լինելու, բացի մանկական վիրաբույժից, բացի օրթոպեդ տրավմատոլոգից, մանկական նևրոլոգի ենք հրավիրել, նորից ամբողջ Ցիտիշվիլի կլինիկայի նևրոլոգիայի բաժանմունքի դեպարտամենտի ղեկավարը, բոլոր բժիշկները դոկտոր պրոֆեսորներ են, հայտնի բժիշկներ են, անվանի բժիշկներ են Վրաստանում, եւ այս ակցիան շատ դժվար է եղել, որպեսզի այդքան դոկտոր պրոֆեսորների հրավիրենք շրջան, թողնելով ամբողջ հիվանդանոցը առանց իրանց, էլի շատ դժվար է կլինիկա, որը ունի մոտավորապես 200-300 երեխաներ պարգած վիրաբուժությունից սկսած, վիրաբուժական բաժանմունքից սկսած, կարդիոխիրուրգիայից վերջացրած առաջատար հիվանդանոցը թողնել, բայց մեր խնդրանքը իրանք չեն մերժել եւ իրանք արդեն պլյուս, այո, ասեմ, նևրոլոգ հոգեբան անպայման մանկական նորից այդ 5 մասնագետները գալու են մեր մոտ նոյեմբերի 25-ին ժամը 10-ից սկսվելու է կոնսուլտացիաները։ Խնդրեի, որպեսզի օգտվեին այս առիթից, բաց չթողնեին, եթե ինչ-որ բան կհայտնաբերեն, երեխաների մասին է խոսքս 0-ից մինչև 18 տարեկան երեխաների մասին է խոսքս, հայտնաբերեն արդեն իրանց հետ մնացած հարցերը գլուծի, եթե վիրահատելու է իրանց հետ կպայմանավորվին, կամ ոնց կուզենան ծնողները, հարազատները, այդպես էլ իրանք ազատ են իրանց որոշումների մեջ, բայց առաջնային կոնսուլտացիան անվճար կարան անցնել մեր հիվանդանոցի բազայի վրա, ամսի 25-ի նոյեմբերի ժամը 10-ից։